Հանուն Հոր և Որդվո և Հոգուին Սրբո ամեն։ Բարի ենք հավաքվել, փառք տանք Աստծուն այսօրվա համար, այս պահի համար, որ Աստված ողորմացել է մեզ ու ամեն ինչից կտրել, բերել իր ներկայության մեջ, իրեն ստեղ զգալու, տեսնելու, փառք Աստծու, շատ մարդ կա կարող է մտնի ստեղ, բայց Աստծուն չտեսնի, Աստծուն չզգա, բայց փառք Աստծու, որ մեզ Աստված տվել է իր ողորմությամբ, որ մենք իր ներկայությունը զգանք, իր ներկայության մեջ այդ սերը զգանք, Աստծուն սիրենք, Աստծու ապահովությունը, պաշտպանվածությունը զգանք։ Փառք Աստծուն այդ ամեն ինչի համար։ Ուրեմն ինչ է թեման, որ մտորում էի, թե ինչի մասին պետք է խոսեմ։ Շատ sense տարբեր միշտ մտքեր է գալի, չէ, ինչ թեմա վերցնես, որպեսզի ավելի հետաքրքիր լինի։ Նախ առաջինը ինչ լինի իմ համար սովորելու, որ ինչ որ մի թեմա վերցնում ես, դու սովորում ես, մտորում ես տարբեր նյութերից, տարբեր տեղերից, ամենաառաջինը ինձ էլ է օգուտ լինում, որ ես էլ եմ սովորում, ես էլ եմ լցվում ավելի Աստծո խոսքով ու նաև բոլոր լսողները, բայց ամենակարևորը խնդրում ենք Սուրբ Հոգու ներգործությունը, որպեսզի Սուրբ Հոգով թե խոսենք, թե լսենք ու մեր սրտին կպնի, որտեվ ինչպես սկզբից նաև ասացինք, կարանք լսենք, բայց ոչ մի բան չընկալենք, կամ ինչպես առակի մեջ ասում, մի քիչ ընկալենք, բայց հետո փորձության ժամանակ մի անգամից մոռանանք եւ այլն։ Բայց երբ որ Սուրբ Հոգին մեր մեջ լինի, այդ լսածը կվերցնենք, կընկալենք ու կգործադրենք մեր կյանքի մեջ։ Ամենակարևոր բանն է դա, որտեվ շատ հեշտ է լսել, ասել, օ, շատ լավ է, շատ ճիշտ խոսքեր է, ինչքան օրինակելի եւ այլն, բայց մենք հենց այդ պահին, երբ որ վերջանա այդ խոսքը, թեքվենք ու շարունակենք այն կյանքով, որը որ հենց անում ենք դրանից առաջ կամ այդ լսածի հետ կապ չունեցող բանով։ Այսինքն ամենակարևոր բանը, երբ որ ես մտորում էի, ինչն է մեզ համար, մեր քրիստոնյաներիս համար, այս կյանքում ամենաառաջինը։ Ինչի համար ենք մենք ապրում։ Ինչն է մեր համար առաջնային այս կյանքում։ Փրկությունը։ Մի փիլիսոփաներից չեմ հիշում, ով ասում է մարդու կյանքում երկու կարևոր բան կա, ամենակարևոր բաները։ Ասում մեկը մարդու ծնունդն է, ու մյուսը թե մարդ հասկանա ինչի է ծնվել։ Որտեվ շատ մարդիկ ապրում են ինքնահոսով, կյանքը տրված է, այսօր սենց եւ այլն գործ ունենք եւ ու ինքնահոսով գնում է։ Բայց չափազանց կարևոր է մարդ այնքան հարց տա իրան ու Աստծու հետ խոսալով հասկանա ինչի է ինքը ծնվել, ինչի Աստված ստեղծել։ Նո իհարկե ինչի Աստված ստեղծել շատ մարդկանց համար Աստված չի ստեղծել, իրանք չգիտեմ ոնց են ստեղծվել, բայց մեր քրիստոնյաներիս համար, այսինքն երբ որ էլի հետ գանք, ինչի ենք ստեղծվել, Աստված ինչի է ստեղծել մեզ, ու Աստված տվել է մեզ շատ շնորհներ, ու այդ շնորհները մենք պետքա գործադրենք Աստծո փառքի համար, ոչ թե մեր հաճույքների, մեր ինչ-որ ուրիշ բաների համար կամ փառքի, որ շատ դեպքերում Աստված երբ որ մարդուն տալիս է ինչ-որ մի շնորհ, ենթադրենք լավ խոսելու կամ խելացիության, մարդիկ այդ շնորհը վերցնում են ու օգտագործում են իրանց փառքի համար, որ սա մեր շնորհն է, մենք կարանք սա անենք, նա անենք, բայց շատ դեպքեր կա, երբ որ մարդիկ դա վերագրում են իրանց, Աստված վերցնում է այդ շնորհը իրանցից։ Ասում է, եթե դու կարծում ես, որ դա քո ձեռքբերումն է, ուրեմն ես վերցնում եմ այդ շնորհը։ Ու իրանք կորցնում են այդ շնորհը։ Այսինքն մենք գիտակցենք, որ Աստված տվել է մեզ շատ շնորհներ, այդ շնորհները մեր կյանքում մենք պետք է օգտագործենք Աստծո փառքի համար, ինչպես Ավետարանի մեջ ասվում է, որ երբ որ լույսը կա, այդ լույսը մեր մեջ եղած, որ Աստծո ողորմությամբ է էլի Աստված, որ այդ լույսը դրել է մեր մեջ, այդ լույսը մենք չպետք է ուղղակի պահենք մեր մեջ, ասենք լավ է, այդ լույսը կա, ես Աստծո հետ իմ կապ ունեմ եւ այլն ու պահեմ, այլ պետք է տարածող լինենք։ Ես առաջինը որ ասում եմ, հենց ինձի նկատի ունեմ, ուրիշ մեկին չեմ քննադատում, այսինքն հենց ես, թե Աստված իմ մեջ այդ լույսը դրել է, իր ողորմությամբ իրան ճանաչել է տվել,
ու շնորհներ ա տվել, ես այդ պետքա օգտագործեմ Աստծո փառքի համար։ Այսինքն այդ լույսը ես պետքա տարածող լինեմ։ Եթե չէ, ուրեմն սխալ տեղ եմ օգտագործում։ Աստծո տված շնորհները ես ճիշտ չեմ օգտագործում։ Ու նորից երբ որ էլի հետ գանք, ամենակարևոր բանը ինչն է, ինչի համար ենք ապրում, իհարկե այս կյանքը պետքա վայելենք։ Ծայրահեղության մեջ չգնանք, որ չէ, այս կյանքի մեջ ոչ մի բան չենք անելու, պարփակվելու ենք մեր սենյակի մեջ, ամեն օր աղոթելու ենք ու սպասելու ենք այն օրվան, երբ որ մահանանք ու գնանք դրախտ։ Չէ, Աստված տվել է բարիքներ շատ այս կյանքում, շատ բարիքներ։ Աստված այս բոլորիս, որ ստեղծել է, իր նմանությամբ, իր պատկերով ստեղծել է, ու մենք պետք է շփվենք այդ մարդկանց հետ։ Այսինքն ի Քրիստոս մենք քույր եւ եղբայրներ ենք։ Մենք անծանոթներ չենք կամ ինչ-որ երբ որ քրիստոնյայի, ճշմարիտ քրիստոնյայի տեսանկյունից ենք նայում, բոլորս Աստծո պատկերով ստեղծված մարդիկ ենք։ Այսինքն ամեն մեկի մեջ պոտենցիալ կա Աստված։ Հիմա մեկը շեղվում է, մեկը չի ընդունում եւ այլն ու շարունակում է, բայց մենք որպես ճշմարիտ քրիստոնյաներ պետք է մեկս մյուսին տեսնենք որպես քույր, եղբայր ու վայելենք այն ամեն ինչ, որ Աստված ստեղծել է։ Այն սիրուն եղանակը կամ երեխաներին, կամ մեր ծնողներին, քույրեր, եղբայրներին ու բնություն ամեն ինչ որ նայում ես ու ուղղակի զարմանում ես, թե ինչ գեղեցկությամբ ամեն ինչ ստեղծած։ Այսինքն դրա մեջ լինելով, այդ վայելելով, դա ունենալով, բայց մեր, այսպես ասած, ֆոկուսը պահելով, մեր ամբողջ կենտրոնացումը պահելով, մեր առաջի կետում, թե ինչ է մեր կյանքի նպատակը, պետք է դա լինի, այս կյանքը այնպես ապրենք, որպեսզի արժանանանք փրկության։ Այսինքն ըստ ինձ քրիստոնյաներիս համար դա մեր առաքելությունն է։ Այսինքն դրա համար ենք մենք ստեղծված, կյանքը վայելելով, բայց սա որպես մի ժամանակավոր կացարան, ժամանակավոր տեղ հասկանալով, որովհետև գնալու ենք հավիտենականություն։ Այսինքն եթե այսօր մարդիկ ապրում են 70-ից 80 տարի եւ այլն միջին հաշվարկով, մեկը մի քիչ, մեկը մի քիչ շատ եւ այլն, դա հավիտենականության հետ հարաբերության մեջ մի չնչին է, մի ակնթարթ է։ Այսինքն մենք խոսում ենք ընդամենը 70-80 տարի ապրելուց հետո հավիտենականությունը որտեղ է լինելու մեր։ Հավիտենականության երկնքի արքայության մեջ, թե հավիտենականության տաք կրակների եւ վայրում։ Այսինքն այդ գիտակցությունը ունենալով չափազանց կարևոր է միշտ այդ փրկության համար գնալը։ Իսկ ինչ է պետք դրա համար։ Պետք է նախ առաջինը ինքնաճանաչողություն։ Մենք մեզ լավ ենք ճանաչում ու շատ կարևոր է, որ մենք ինքներս մեզ հետ լինենք անկեղծ։ Որովհետև շատ դեպքերում մենք տարբեր մեղքեր ենք գործում, բայց հետո սկսում ենք այդ մեղքերին արդարացումներ գտնել, պատճառներ գտնել, թե ինչի արեցինք, սա էր մեղավոր, նա էր մեղավոր, չարն էր մեղավոր, մեր ամենահեշտ բաներից չէ, գցում ենք չարի վրա։ Չարը գցեց մեզ փորձության, չարեց, դրդեց, չարեն արեց, բայց մենք ենք արել։ Այսինքն, եթե մենք մեր հարաբերությունը Աստծո հետ ունենայինք ամուր, ունենայինք այդ աղոթական կյանքի մեջ, այսինքն լինեինք այդ ճիշտ քրիստոնյա վայել կյանքի մեջ, չարը մեզանից շատ հեռու կլներ։ Մենք ինքներս ենք գնում այդ չարի դաշտ, չարի մոտ, այն ամեն ինչով ինչ որ գործում ենք, ու բնականաբար արդեն հեռվանում ենք Աստծուց։ Մենք ինքներս մեզ հեռացնում ենք Աստծուց, ընկնում ենք չարի ազդեցության տակ, բայց հետո տեղեկացվող ասում ենք փորձության մեջ ընկանք, չարը մեզ փորձության տարավ։ Բայց մենք ինքներս ենք արել։ Այսինքն այդ գիտակցությունը, երբ որ նորից էլի ունենանք այդ կամքը, որ մենք շատ դեպքերում մեղքը գործում ենք գիտակցաբար։ Անգիտակցաբար էլ է լինում։ Երևի դա ավելի թեթև է, բայց գիտակցաբար մեղքը շատ ավելի ծանր է։ Երբ որ դու գործում ես, գիտակցաբար, որ դա մեղք է։ Ամենահասարակ բանը բամբասանքը, սուտը,
կեղծիքը, բարկությունը, հպարտությունը, որ մեկս չունենք, մահացու մեղքերն են, մենք գիտակցում ենք, չէ դա, շատ լավ գիտենք հպարտությունը, կարող է մեկի նկատմամբ հպարտանանք, դե մենք ավելի լավն ենք դու եւ այլն, կամ բամբասանքին տրվես, կամ բարկությանը տրվես, ինչ որ մեկը, չգիտեմ, փողոցում ինչ որ մի բան լինի, դու բարկանաս, ուս մենք գիտակցում ենք, որ դա մեղք է, բայց ընկնում ենք դրա մեջ։ Դրա բանաձևը, երբ որ ես հետգանքելի ինքնաճանաչողության, օրինակ ես ոնց տեսա ու ես ինքս փորձեցի անեմ, մենք ինքներս անկեղծ լինելով մեր նկատմամբ, ուղղակի գրենք, մեր սկսենք, ենթադրենք 3 այն ամենա շատ կատարվող մեղքը, որը որ մենք զգում ենք մեր մեջ կա, ու աշխատենք այդ ուղղությամբ, հենց ուղղակի բռնենք եւ գրենք, ամեն մեկս մեր նկատմամբ, այսինքն մենք պետք է հասկանանք, ուզում ենք բուժվենք, ուզում ենք գնանք դեպի փրկության, ու ինչպես հայերեն են ասում, հոգու փրկության ամենաառաջի քայլը սեփական մեղքերը տեսնելն է։ Ամենաառաջի բանը սեփական մեղքերը տեսնելն է։ Տեղից պետք է սկսենք։ Եթե միշտ արդարացնենք, ուրեմն կսարքենք մեզ սուրբ ու ոչ մի բան չենք անի, բայց ընդհանրապես դի կլինի մենք մեզ խաբեցինք։ Բայց երբ որ մենք տեսնենք, մենք ինքներս մեզ հետ լինենք անկեղծ ու գրենք։ Ենթադրենք 3 են ամենաշատ մեղքը, որը որ գործում ենք, ամեն մեկս, համար 1, համար 2, համար 3։ Ու ամեն մեղքին կա դեղամիջոց։ Ինչպես բժիշկի գնում ենք, որ ասում ենք օրինակի համար մեջքս ցավում է, ինչ որ բժիշկը հետազոտում է, ասում է այս ներվն է վնասած, ու այս դեղամիջոցն է տալիս։ Լրիվ նույնությամբ կա հոգևոր բժշկություն։ Ինչ է մեր մեղքը, մեկը հպարտության մեջ է, մեկը ցանկասիրության մեջ է, բղջախոհության մեջ է, մեկը բարկության մեջ է, մեկը մոլությունների մեջ է, հարբեցողություն, խաղամոլություն եւ այլն։ Ամեն ինչին կա իր հոգևոր բուժումը։ Այսինքն հպարտության դեպքում շատ օգնում է, երբ որ մարդ սկսում է շփվել կարիքավորների հետ։ Մարդ սկսում է շփվել հաշմանդամների հետ, մարդ սկսում է շփվել տարեցների հետ, ովքեր ավելի կարիք ունեն խնամքի։ Դա շատ օգնում է մարդուն հպարտությունից իջնել, որտեղ շատ դեպքերում մարդուն հպարտությունը բարձրացնում է, որ դու ավելի բարձր ես, քան մյուսները, բայց երբ որ դու սկսում ես շփվել կարիքավոր մարդկանց հետ, դու զգում ես, որ դու ոչինչ ես, ու դու պետք է օթերից իջնես։ Կամ բղջախոհություն, աղոթք, պահք, լուծումը, դրամասիրությունը շատ վտանգավոր մեղք է, լուծումը ողորմությունն է, ողորմություն տալը կարիքավորներին, այսինքն ամեն մեղքին, ամեն թե մահացու մեղքերին, թե փոշենման փոքր մեղքերին գոյություն ունի բուժում, հոգևոր բուժում։ Իհարկե նորից գանք առաջի կետին, եթե մեր համար առաջնայինը փրկությունն է ու գիտակցենք դրա կարևորությունը, երբ որ դա ունենանք մեր առաջ, գալիս ենք մյուս կետին, ինքնաճանաչողություն, ինքնամաքրում, ինչ է իմ մեղքերը, ինչ է բուժումները եւ ինչ պետք է անեմ։ Ճանապարհը շատ դժվար է։ Խոսելը կարող է հեշտ է, լսելն էլ առաջի հայացքից թվում է հեշտ է, բայց ինքը իրականում դժվար է ու այդ գիտակցությամբ մենք պետք է մոտենանք, որտեղ հենց Աստված ասեց, որ ճանապարհը նեղ է ու ուզում եմ այդ հատվածը կարդամ Մատթեոս ավետարանից 7-րդ գլուխ 13-րդ համարն է, ասում է նեղ դռնով ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը եւ ընդարձակ այն ճանապարհը, որը դեպի կործանում է տանում։
եւ դրանով մտնողները շատ են, որքան նեղ է այն դուռը եւ դժվարանցանելի ճանապարհը, որ դեպի կյանք է տանում, քիչ են այն գտնողները։ Այսինքն դեպի կյանք է տանում։ Խոսքը հավիտենական կյանքի մասին է։ Իսկ լայն ճանապարհը տանում է կործանում։ Մի հատված կուզենամ կարդամ, որ երբ որ խոսում ենք հենց ինքնաճանաչողության մասին, այս քայլերով մենք ինքնակատարելագործվում ենք։ Ու դա շատ կարևոր է մեր փրկության համար, որտեղ նաև Աստված ասեց կատարյալ եղեք, ինչպես ձեր երկնավոր հայրն է։ Իսկ կատարելության մասով կուզեմ կարդամ Եփեսացիներին 4-րդ գլուխ 1-ից 7-րդ համարները, ասում է արդ աղաչում եմ ձեզ, ես Տիրոջ համար բանտարկվածս, որ ընթանաք այնպես, ինչպես վայել է այն կոչմանը, որին կոչվեցիք, կատարյալ խոնարհությամբ, հեզությամբ եւ համբերությամբ հանդուրժեցեք միմյանց սիրով։ Ջանացեք պահել հոգու միությունը խաղաղության կապով, մեկ մարմին եւ մեկ հոգի, ինչպես որ մեկ է ձեր հույսը, որին Աստված կոչեց մեզ։ Մեկ Տեր կա, մեկ հավատ, մեկ մկրտություն, մեկ Աստված հայր բոլորի, որ է բոլորի վրա, բոլորի հետ եւ մեր բոլորի մեջ, բայց մեզնից յուրաքանչյուրին տրված է շնորհ ըստ Քրիստոսի պարգևած չափի։ Մի ուրիշ հատված եմ ուզում կարդամ Եփեսացիներից էլի 4-րդ գլուխ 11-ից 16-րդ համարներ, ասում է եւ նա ոմանց տվեց առաքյալներ լինելու, ոմանց մարգարեներ, ոմանց ավետարանիչներ, ոմանց հովիվներ ու վարդապետներ, կատարելագործելու սրբերին ծառայության գործում, Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև ամենքս հասնենք հավատի միության եւ Աստծո որդու ճանաչողության, որպես հասուն եւ կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշ ունենալով, որպեսզի այլևս չլինենք երեխաներ, որոնք քշվում ու տատանվում են ամեն վարդապետության քամուց եւ մարդկանց խաբեությամբ, որոնք խորամանկությամբ մոլորեցնում են, այլ սիրո մեջ ճշմարիտ լինելով, ամեն բանով աճենք դեպի նա, որ գլուխն է դեպի Քրիստոսը, որից ամբողջ մարմինը միասնական ու ներդաշնակ, բոլոր հոդերի օգնությամբ, յուրաքանչյուր անդամի ներգործության չափով աճում է, ինքն իրեն սիրո մեջ հաստատուն պահելու համար։ Ուրեմն այս ամենը, որ մեզ տրված է, ուղղակի խոսքեր չեն։ Այսինքն, երբ որ Սուրբ Գիրքը կարդում ենք, շատ անգամներ եմ ասել ու միշտ համոզվում եմ, որ մարդու թե մեր համար, թե մեր ընտանիքի, թե մեր երեխաների բոլորի կրթության համար ավետարանում բոլոր բանաձևերը գրված է։ Այսինքն մարդ պետքա ոչ թե ընկալի, որ Աստվածաշունչը, Սուրբ Գիրքը միայն հոգևոր մարդկանց համար է, կամ աստվածային կամ աստվածաբանական գիրք է, բնավ ոչ, նաև այդ ամեն ինչին նաև զուգահեռ մարդու կյանքի ճիշտ ապրելակերպի, ճիշտ մոտեցման, ճիշտ հայացքների կրթությունն է։ Երբ որ նամակները կարդում ենք Պողոս առաքյալի, հստակ, պրակտիկ կյանքի խորհուրդներ է, որը որ շատ զարմանալիորեն գրվել է 2000 տարի առաջ, բայց այնքան արդիական է այսօր, ոնց որ հենց այսօրվա համար գրված լինի։ Այսինքն մարդը իր տեսակով, մարդու դեպի մեղքը ցանկությունը, մարդու կամ ավելի ենթադրենք լավ տեսանկյունից դեպի Աստված մարդու ձգտումը, այսինքն բոլոր պարագաներում մարդու տեսակը չի փոխվել։ 2000 տարի առաջ էլ եղել նույն մեղքերը, մարդիկ եղել են նույն մեղքերի մեջ թաղված, ոնց որ հիմա է, ոչ մի բանով չի տարբերվել, թե
մոլությունները, թե հպարտությունը, թե դրամասիրությունը, թե փառասիրությունը, նույն այն ժամանակ եղել են էլի թագավորները մարդկանց են կռվածրել, իրանք հաճույք են ստացել, հիմա մի քիչ իբր գնացել է ցիվիլիզացիա, տենց բաներ չկա, բայց ուրիշ նման բաներ կա, այսինքն մարդ տեսակը ոչ մի բանով չի փոխվել, այսինքն Աստվածաշունչը հին չի, հին մարդկանց համար գրված չի, երբ որ կարդում ենք, հենց մենք մեզ ենք տեսնում այդտեղ, ու այնքան արդիական է, որ ասում ես մարդը ոչ մի ձևով չի փոխվել, այսինքն սա Աստվածաշունչը կարաս կարդաս ու կրթվես, ու հասկանաս, որ նա ճիշտ կյանքում բոլորիս համար, ոչ թե միայն հոգևորականների կամ եկեղեցականների համար, այլ հենց մեր համար, սովորական մարդկանց համար։ Ու կուզենամ եզրափակեմ մի շատ հետաքրքիրելի հատված կար, որ սրտից կպավ առաջի Պետրոս 4 գլուխ 7-ից 11 համարներն է, Աստծո շնորհների բարի տնտեսները, ամեն ինչի վախճանը մոտեցել է, զգաստացեք ուրեմն և արթուն եղեք աղոթքի համար, ամեն ինչից առաջ միմյանց միջև ամուր սեր ունեցեք, քանի որ սերը ծածկում է մեղքերի շատությունը, հյուրասեր եղեք միմյանց հանդեպ առանց տրտնջալու, յուրաքանչյուր ոք ինչպիսի շնորհ որ ընդունել է, ուրիշի հանդեպ թող նույնը մատակարարի, որպես բարի տնտես Աստծո պես շնորհների, Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծո պատգամների նման, եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փառք և զորություն հավիտյանս ամեն։ Թող Աստված զորացնի մեզ ու ստեղից դուրս գալուց կամ ամեն մեկս մեր մեջ, երբ որ վերջացնենք, փորձենք ուղղակի ոչ թե լսող լինենք, ուղղակի ոչ թե խոսացող լինենք, այլ իրապես մեր կյանքի մեջ գործադրենք։ Երբ որ գնանք, իրապես գրենք ու լրջությունը հասկանանք այդ փրկության։ Կարևորությունը մեր կյանքի հասկանանք, թե ինչքան կարևոր է փրկությունը։ Ուղղակի անունով քրիստոնյա չլինենք, կամ դե Կիրակի գալիս ենք եկեղեցի, գալիս ենք Bible study-ների, հերիք Աստված ջան, չէ, երևի քեզ հաճելի ենք։ Չէ, դա Աստծո համար չենք անում, չենք գալիս, որ ներկա ստանանք Աստված, օհա, դու եկել ես, ներկա ապրես, չէ։ Եթե մենք եկանք, բայց ոչ մի բան չստացանք, կամ մենք խոսեցինք, բայց ոչ մի բան չստացանք, մեր կյանքով դա ցույց չտվեցինք, ուրեմն զրո է, բացարձակ զրո է, ոչ մի օգուտ չկա։ Բայց այնինչ կարողանանք գործենք, փոքր քայլերով։ Շատ հետաքրքիր է, որ մի գիրք էի կարդում, այդ մարդու մեջ փոքր քայլերի գաղտնիքը։ Այսինքն, երբ որ դու միշտ մեծ գործ ես պլանավորում, հիմնականում ձախողվում է, որտեղ մեծ գործից դու արդեն հենց սկզբից վախենում ես այդ մեծ գործից, թե ոնց եմ անելու, ինչ եմ անելու, եւ այլն ու հետ ես կանգնում։ Բայց երբ որ դու գնում ես փոքր քայլերով, այդ փոքր քայլերի գաղտնիքն է, դու պրոգրես ես ունենում, աճ ես ունենում, ու երբ որ որոշ ժամանակ հետո հետ ես նայում, տեսնում ես, թե ինչքան մեծ բան ես արել։ Բայց եթե դու հենց սկզբից պլանավորեիր, որ այդ ամեն ինչը սկզբից մեծ պետք է ունենաս, դու հենց հետ կկանգնեիր հենց սկզբից։ Բայց հենց դրա համար սկսենք փոքր քայլերից, ու մեր նպատակը պետք է լինի աճը։ Այսինքն Աստված այնքան ներող է, որ չափանիշը չի դրված, որ մինչև մարդ կատարյալ չլինի, չի գնալու փրկության։ Այսինքն պետք է ձգտենք կատարելության, պետք է աճենք, այսինքն դա է մեզանից պահանջվում։ Ու հենց սկսենք այսօրվանից։ Ամեն մեկս մեր համար գրենք, 1, 2, 3, մեր ամենա այն sense, որ մենք ինքներս զգում ենք, որ դա մեր համար վտանգավոր մեղք է։ Գրենք, դեղամիջոցները անենք ու փորձենք հետ կանգնենք։
3 ամիս հետո, 6 ամիս հետո ուրիշ քայլեր անենք։ Ու կամած կզգանք, թե ինչքան ենք հեռանում։ Ու այս ամեն ինչը պետք է անենք աղոթքով։ Երբ որ իրոք Աստծուց խնդրենք աղոթքով, Աստված միանգամից կտա։ Որտեվ Աստված ընդամենը մեզանից ուզում է այդ քայլը։ Երբ որ մենք դառնանք իրան գնանք, միանգամից ինքը կտա այն, ինչ որ մեզ պետք է։ Աստված ողորմի մեզ բոլորիս ուժ կարողություն եւ գնանք խաղաղությամբ։ Տերը պահապան բոլորս։